Փաշինյան Նիկոլի եղբայրական Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուրեմն Իրանում Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը հռչակվել է թշնամի կազմակերպություն։ Ի պատասխան Էշեֆենդին բլոկադրել Իրանի հեռուստատեսության վրա, խորհրդացել այն, որ անբաղձանբաղ դուրս է տվել։ Իսկ պատճառն այն է, որ բանդերականների կողմից խոցված իրանական նավը Կասպից ծովում արձակվել է, այդ դրոնը արձակվել է Ադրբեջանի տարածքից։ Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, թեպետ դա դուրեկան թեմա չէ հայ արևմտականների համար, որոնք Իսրայել են բալետանում, գրեթե իսրայելական բոստանադար է։ Մոսադն ունի իր բազաները, Ադրբեջանի աերոդրոմները օգտագործվում են հետախուզական եւ այլ նպատակներով։ Դեռ անցած պատերազմի 25 թվականի հունիսի պատերազմի ժամանակ Իրանը հարվածներ ա կերել Ադրբեջանի տարածքից, ինչը անհերքելի է։ Եվ Իրանը ինչ ասեց, որ Ուկրաինան պատասխան կտա։ Որ Ուկրաինային կհասնի մի բան ու շատ արագ։ Դա փաստ է, հիմա մնում է հասկանանք, թե այս մեր Ադրբեջանի գլխին ինչ են բերելու։ Ուրեմն տեսեք ինչքան հետաքրքիր են սրանք գործում։ Խոցել են, դե քանի որ այդ ամեն ինչը դեղի Իսրայելն է կարգավորում, որոշում, հա։ Ադրբեջանը չունի ոչ համապատասխան տեխնոլոգիաներ, ոչ մասնագետներ։ Խոցվել է հենց պարսկական նավ Ռուսաստանից Իրան գնացող, թեպետ Զելենսկին ասում է, թե խոցել ենք նավը, որը իբր զենք զինամթերք բանանում, տեղափոխում Պարսկաստանից Իրան։ Չեմ կարծում նրանք ռիսկի գնան իսկական ռուսական նավ խոցեն եւ Ադրբեջանի տարածքից հարվածներ հասցնեն Ռուսաստան։ Այդ մի բառն է, որ բարել են հրեաները, թուրքերը, կյանքը կսկսի հետաքրքրանալ։ Բայց ամեն դեպքում Ադրբեջանը միանշանակ կպատժվի Իրանի կողմից, միանշանակ։ Բոլոր փաստերը կան, ապացույցները կան, դրոնը ասեղ չէ, կոսմոսից է կտեսնեն, մանավանդ Ռուսաստանը հիանալի տիեզերական հետախուզություն ունի, նրան այդ հարցում օգնում է թե Հյուսիսային Կորեան, թե Չինաստանը, Իրանն է ված չէ, տիեզերական արբանյակային հետախուզության մասով, նես որ ադրբեջանցիների վիճակը լրջանում է, ինչը բնականաբար մեր օգտին է խոսում եւ շատ շուտով Փաշինյան Նիկոլը կասի, որ Իրան-ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական կոնֆլիկտում Հայաստանը դաշնակից չէ Ռուսաստանին կամ Իրանին։ Բայց այդ ամենը բնավ չի նշանակում, որ մենք խերվենք այս աշխարհաքաղաքական սրացումներից, քանի կա Փաշինյան Նիկոլ։ Ուրեմն տեսեք, այսօրվա դրությամբ երևի արդեն Թրամփն էլ է հասկացել, որ այդ իր թրիփ կոչվածը, ուղղակի կյանքի չի կոչվի, հնարավոր չի լինի դա անել։ Դեպեր փորձեր կարվեն, այդ փորձերը ինչի կան, ուղղակի չի գործի։ Բայց թրիփը ինչ էր, թրիփը անգլոսաքսերի եւ թուրքերի համար դա գործիք էր, դա ինչ-որ պատրվակ էր, շատ խաղաղասեր, շատ խաղաղ զուտ տնտեսական պրոյեկտ, որպեսզի Թուրան կառուցվի, որպեսզի Թուրանը իրականություն դառնա վերջապես, բրիտանական 1000 տարվա մուրադը։ Այդ Թուրանի համար թրիփ պարտադիր չէ, Թուրանի համար բավարար է օկուպացիա Սյունիքի տարածքը։
Սյունիքի տարածքը չկա, էլ ինչ պետք է երկաթ գծեր սարքել, ես միլիարդավոր դոլարների ծախսեր գազամուղեր ու ինչին ա պետք։ Մի հատ գազամուղ կա, Ադրբեջանի գազը հազիվ է հերիքում դրան։ Բաքու այդ Էրզրումը Վրաստանով անցնող։ Ինչ ա պետք անել։ Ես հիշեցնեմ, որ 22 թվին Սյունիքի օտարման փորձը կանխեց 102-րդ բազան։ Ուղղակի այդ բազայից մի քանի գումար տակ թեգուն գնաց կանգնավ դեմերը, երբ սրանք ջերմուկի ներխուժել, նրանք էս ուսիկ-փուսիկ թողեցին հետ քաշվեն։ Այսինքն տեսան, որ թե Փաշինյանը, թե Ալիևը տեսա, որ իրանք իրար մեջ պայմանավորվելով չեն կարող ռուսների գլխից թռնել եւ հայկական տարածքներ օտարել, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն նաեւ Ռուսաստանի համար։ Հիմա այդ փորձը կարող է կրկնվել եւ լուրջ խնդրեմ դառնալ, օրինակ սրանց ինչ նախանգարում մի հատ պայմանավորված փոքր պատերազմ, որի դեպքում հայկական զորքերը բնականաբար հետ կքաշեն սրա հրամանով, ինչպես հետ են քաշվել Սյունիքից, Վարդենիսից, Ջերմուկից, առանց որևէ կրակոց արձակելու։ Ինքն իրեն արդեն չի համարում հապկի անդամ, հետևաբար դիմելու տեղ չունի, Ռուսաստանին է չի դիմի, կամ կդիմի մի հատ ապուշ բանով, Ադրբեջանցին ինչ ա պետք, ընդամենը պետք է, այդ տարածքը հայաթափվի, իրան գան վերեղնեն, թող աշխարհը համարի Սյունիքը բանն, Հայաստանի մարզ, թողելի մնա այդ 29743 կիլոմետրի մեջ, թող մնա թղթի վրա, դա նշանակում է, որ Սյունիքը ադրբեջանական չէ, կամ Թուրանը Սյունիքով չի անցնի, իհարկե ոչ, այդ 30 տարի, որ Ղարաբաղն ու 4 բոլորը 7 շրջանով հայկական էին, ինչ մեծ նախանգարում էր Քելբաջարը հայկական համարել, կամ Քելբաջար գնալ, իհարկե ոչ, նույնը սրանք հիմա կանեն 30 տարի եկը ձգեն ինչ-որ մի հատ ապուշ Մինսկի խումբ կստեղծեն, ապուշ մի հատ Մինսկի խումբ 30 տարի կամ է շքսածքի, կամ է շատերը։ Հիմա այսինքն այդ վտանգը կա, ոչ թե կա, դա ռեալ է։ Չստացվեց Թրիպով պախարոշումը, հա, ախպեր սենս կանենք։ Փաշինյան Նիկոլի երկրային առաքելության երկրորդ կարևոր մասն է, Սյունիքի օտարումը։ Ինքը պարտավոր է դա անել։ Մասոր պարտավոր էր Արցախը հանձնել, ինքը երկընթրանք ուներ, կամ խաղաղ ձևով է հանձնում Արցախը ստորագրությամբ, ինչի չէր կարող անել, վախեցավ ավելի ճիշտ, կամ պատերազմով պայմանավորված։ Կարապետյան Վալոդն Շանվուրսին, որը Ուկրաինայում դեսպաններ մի բանում է դեսպան, Իտալիայում, դրա կենդանի ապացույց է։ Եթե այս տարածքում երբևէ երկիր ստեղծվի հայկական ազգային իշխանություն, Վալոդին կարելի է մի կես ժամ թարս կախած պահել, ինքը ամեն ինչ կպատմի, կներկայացնի, մեն ինչ որ Լապշինին էր ասում, մարդը ինչ էր ասում Լապշին, եթե մենք լուրջ զոհերով պատերազմ տարվենք, ժողովրդի մեջ վախ կմտնի, հա ողնաշարը կկոտրվի, ինքը դեմ չլինի ոչ մի Ղարաբաղի հանձնելու։ Ալեցին չէ, ողնաշարը կոտրին։ Իսկ այսօր հայկական տարածքում այդ 29000 քառակուսի կիլոմետրի վրա հայկական զինվորը չերես թուրք է անցնում իր պոստին, թուրքն է իրան շմոն է անում, եւ սա Փաշինյան Նիկոլի կառուցած ինքնիշխան Հայաստանն է։ Հիմա սպասենք բարձրացումներին Իրано-ադրբեջանական, ռուս-ադրբեջանական, դա կախված է բանդերականների լկտիությունից եւ նաեւ իսրայելցիների լկտիությունից, այն որ դրանք երկուսն էլ լկտի են կասկած չկա, ուղղակի հрьяաները մեղսունակ լկտիներ են, բանդերականներն անմեղսունակ։ Հիմա սպասենք զարգացումներին։
եւ չմոռանանք Սյունիքի վտանգի մասին։ Այսինքն ընդդիմությունը ունի այստեղ լուրջ աշխատանք, կանխարգելի համախմբան աշխատանք, հա? Օրինակ Միքայելյան Սասունը, որի տղեն այսօր բանա, քաղաքապետն է Հրազդանի։ Կարելի է դրան պարտադրել ներքին կարգով երկրապահ ձեռքից վերցնել, կանչել միտեղ, բացատրել, որ Սասուն տղը կարող է Գերդաստանը երկար չդիմանա, եթե Հայաստանի իշխանը զուար եսրվանից մեզ ծառայի, հա? Երկրապահից դու յան ես տալիս, մի հատ ուրիշ նորմալ մարդ ռոլիտ կանի ամեն ինչը, իսկ երկրապահում առողջ մատսան մնացել է, ու ոչ շամբորդի։ Տես ասում է ճշտով ապրող տղա է, չէ, դրա հետ քաղաքապետ տղան, որ սեղան անստում, ասում աղբեր, ես որ պետական աշխատող չեմ, ես ճշտով ապրող տղա եմ, բան, զապադլո է, էլի դրան ինչ-որ, չէ, բան, գողականների հետ սեղան անստում։ Մեր մեջ ասած այդ գողականներին է կարելի է փչացնել դրա հետ սեղան նստող, որովհետև իսկական գողականը, օրենքով գողը, Սասունի պես քակին, Ենեն ես հոտա սկեղտոտ քակին, վերեմ պտի չնայի, ուր մնաց դրա տպի հետ սեղան նստի, բայց այդ մարդը հետ էլի, պես ասունել է ճշտով ապրե, չէ, սաղ կյանքը, էլ Վազգենի գնդակարությունից է պերկվել, էլ Վազգենի ոտքերի տակա, բալետ պա կորդեբա, բալետ պարվել, շամպես սատկսնում էր դրան վաղտին։ Դες բան էր, բայց մի պրոսիկն ընդիմությունը տեսնում եք աղագին գործ ունի անելու և ազգանավեր գործ, բայց ովքեր են ընդիմության շարքում։ Օրինակ, վերջերս մի վիժվածք, մի կատարյալ վիժվածք, մի ամենախայտարական բարոյական, ես չգիտեմ ով, Չախոյան Տարոնը դրանում է, վերջերս դա երեխա է ունեցել, քանի որ երեխա է, չեմ ուզում բան ասել։ Թեպետ ես միշտ ուրախ եմ, որ Փաշինյան Նիկոլի թիմակիցները գրեթե ընտանիք չունեն բոլորը։ Մակունցը ամուսին չունի, ոչ պետք չի ունենա, որովհետև վտանգ է երեխա ծնվի դրանցից, հա։ Այն Ռազվեչիկ Քիսոն, Գրիգորյան Քիսոնն բանը Հայաստանի Շելենբերգը։ Դա ընտանիք չունի, նա սրանց ներքին նախարարուին ընտանիք չունի, Ալեքսանյան Վահագի պես տղեն է մինչև մի օրյորդ մնացել, պետք չի դրանց։ Ես ուրախ եմ։ Հետո մենք ինչ անենք հիմա Հռոմի պապը այս ոչ երյանքա հիշատակ Ֆրանցիսկոս ինքն էր ասում, չէ, ես պեդերասներին ինչ կարամ ասեմ, եթե Աստված է դրան ստեղծել, մենք մեր երեխեքին ինչ ասենք։ Ծնվել է, բայց ինչ հիանալի շուխուրանք է ընդդիմադիր բանում, շնորհավորում են սրան, ովքեր են շնորհավորում։ Օրինակ Արսինե Մինասյան, այս քոչարյանական ուժը ընդդիմադիր գործիչ է, նա ինչ է գրում Facebook-ում սրան։ Սրտան շնորհավորում եմ ձեր ընտանիքին փոքրիկ տղայի ծննդյան արդիվ, էդ է լվատ որ տղա է ծնվի, աղջիկ ծնվեր։ Բոստեղեքը ավելի վտանգավոր են, քան բոզ աղջիկները, իսկ Տարոնից չի կարա բոզ չծնվի։ Թողնա մեծանա առողջ, երջանկանա խելացի և հաջողակ, իսկ ձեր տունը միշտ լսված լինի սիրով, խաղաղությամբ և մանկական ուրախ ծիծաղով։ Թող յուրաքանչյուր օրը ձեզ համար նոր երջանկություն և հպարտություն բերի։ Էլովա, սրան շնորհվում է Սամվել Կարապետյանի ֆրակցիայից մեկը, անունը Արմեն Նաբովյան, նախկին Քոչարյանականը։ Սա ինչ է գրում։ Աստծո ձեռը անպակաս լինի երեխայի գլխից, լավ երեխա մեծանա առողջ, Չախոյան, որ ռուսերեն վասլիցած երնեջնակ։ Հիմա ես այս ուռուդներին ուղղել եմ հարցնել և սրանց ղեկավարներին, ովքեր որ սրանց ցուցակներ են տանում։ Հələ, եթե Չախոյան Տարոնային անձնավորությունն է, որ Սամվել Կարապետյանի մասին ինչ ասես գրում, անձամբ, իր ստորագրությամբ, ամենաայլանդակ բաները։ Չախոյան Տարոնի հիմնարկը ապացուցել է հայտնաբերել է Սամվելի միլիարդների գենեզիսը։ Մարդիկ ապացուցին, չէ, օրը ցերեկով նախիրն է հավատալ։ Լույսի վարձակրակ է, շոչիկը փչացրել է,
երեխեքի վրա մանկապարտեզները բանի Սյունիքի շատ փող են գրել, փողա սարքի։ Ապացուցված բան է դա։ Ալեքսանյան Վահագին լսեք, այն մարդը թուղթ ու գրիչով ապացուցում է։ Այլանդակություն չկա, որ սրանց մասին ասած չունեն։ Եվ այսօր Սամվել Կարապետյանի ընտրյալը, թիմակիցը, սրան այս վիժվասկին սես բաներ է գրում։ Արա, եթե իրոք ուրախ ես, որ այս վիժվասկը իրապես մեկին ունեցել է, արա զանգի շնորհորի։ Գնա տուն մի շիշ կոնյակ վերցրա, գնա շնորհորի, դու չես Facebook-ում գրում։ Սրանք Facebook-ում են գրում, ուզում են ասել, որ ուստա Սամվել Կարապետյան, ուստա Քոչարյան Ռոբերտ, ախպեր ջան, ինչ պետք էր մենք ձեզնից ստացանք, մանդատա, հեսա, հենա, ախպեր ջան, տեսեք, մենք ընդեղել ենք, նենց պայմաններ չտեղծեք, որ մենք հանկարծ բան ունենք։ Սա երկնակալության արարողություն է, Պրիսյագին ասում, հա, ռուսերեն, Փաշինյան Նիկոլին։ Եվ այս թիմով, ոնց են այս մարդիկ, Քոչարյանը, Կարապետյանը, դե Ծառուկյանը չկան, դեռ թիմից է շուտով բան չի մնա։ Ոնց են պայքարելու այն վտանգների դեմ, որոնց մասին ես խոսեցի։ Որոնք չեն կարող տեղի չունենալ։ 18, 19, 20 թվերին ասում է Ղարաբաղն ու Սյունիքը չկան։ Ին վրա ծիծաղում էր Սերժ Սարգսյանը։ Ասում էի կամ ստորագրությամբ կտա, կամ պարոնած պատարան։ Մարդիկ չէին հավատում։ Բայց ինտերնետը գոնե լավ բան է, չէ՞ կա։ Իմ գրավոր եւ բանավոր խոսքը վերցրեք։ Իսագուլյան Գառնիկի մոտ ինչքան ենք խոսել այս մասին։ Լավ միջև պատերազմը։ Ախր շատ խելի պետք չէ էլի ես որ այդ կանա հասկանամ։ Ես ուղղակի գիտեմ իր բանը անգլոսաքսը, գիտեմ իր բանը անգլոսաքսի տեսլականն է, այս տարածաշրջանի վերաբերյալ։ Երկու բան պետք է կարդաս, թերթես, մի քիչ ուղեղդ մտնի։ Հիմա ասում եմ Սյունիք չկա։ Չեղավ թրիպով, կանեն ուրիշ ձևով։ Ու հետո պետք է նստենք, սպասենք Ռուսաստանի եւ Իրանի արձագանքին։ Դե այդ արձագանքի ինչ կլինի եւ ինչ կնսի դա Սյունիքի բնակիչների վրա, դա արդեն հիմա շատ դժվար է ասել։ Իսկ ընդդիմությունը այս անձնակազմով Չախոյան տարոնով ուրախացողներին, Չախոյան հրապարակավ շնորհավորողներին ինչ պետք է անի։ Հիմա սրանց Քոչարյանն ու եւ շատերն են շնորհավորը, ես ուղղակի չեմ կարող Facebook-ը թերթել, բան անել։ 2 օր է սա Facebook-ը Չախոյան տարոնա դրսում։ Ոնց պետք է մարտի տանի Կարապետյանը կամ Քոչարյանը սրանց Փաշինյան Նիկոլի հանցավոր պրոյեկտները կանխելու համար։ Սրանց ճանապարհ գնալու ապրանք են, սրանց այդ ճանապարհ գնաս, հա։ Ես չեմ խոսում ինչ աղետ է սպասում այդ երկու ֆրակցիային ազգային ժողովում։ Մի անգամ ասել եմ, որ պարապում են այնտեղ լուրջ թիմը հավաքված, պարապում են, այնտեղ ֆրակցիաները բաժնել են տարբեր մասերի, ամեն մի քպականին կսված է ինչ-որ մի քանի սամվելական կամ ռոբերտական ուսումնասիրեն, որ դրանց են փչացնել օգոստոսի 2-ից։ Փայլուն գործում է բացի այդ իրավապահ համակարգը։ Շատերը կնստեն այս ֆրակցիաներից։ Ու շատերը թե չէ, բայց նստողներ կլինեն։ Մի մասը անվերադարձ կփչանա, այն մյուս մասը կդառնա նիկոլական, անօրինակ սրանց պեսները։ Իսկ արխիվում մենք աղետներ ունենք։ Շատ բարդ իրավիճակում։ Հայաստանը դառնում է ռևանշի տարածք։ Ռևանշ է ուզում Պուտինի հանդեպ Հայաստանում Թրամփը, ամենուր պարտվեց։ Բացի Վենեսուելայից, որտեղ դե Պուտինն ինչ է պարտվում։ Եթե Մադուրոն այդքան էշ էր, որ թույլ տվեց, եկան իրան իր կնգացոցից հանեցին, գողացան մեշոկով տարան, Պուտինն ինչ անի։
Ուկրաինայի համար ռևանշ ուզում, Իրանի համար ռևանշ սիրտ ուզում, Հայաստանը ամենահարմար տարածքն է դրա համար։ Իշխանությունը աշխատում է հայ ժողովրդի դեմ, Թրամփի հրահանգով, իսկ հայ ժողովրդի համար աշխատելու ցանկություն ունեցող անդիմությունը բաղկացած է հենց կենդանիներից։ Լավ կանեն մոտ ժամանակները ժամանակ գտնեն, մի հատ նստեն դեզինֆեկցիա անեն իրանց եւ ֆրակցիան եւ թիմակիցներին ընդհանրապես, էլի մի հատ նայեն դրանք ով են, ինչ են, Facebook-ում ինչեր են գրում, ինչով են ուրախանում։ Եվ հնարավորինս արագ ազատվեն դրանցից։ 5 հատ սենց ֆրակցիայի անդամ ունենաս, էլ քեզ թշնամի պետք չէ։ Հատկապես Փաշինյան Նիկոլը պետք չէ։ Հերիքա, հերիդ կանեցեն կպրսնես։ Այս տխուր նոտայի վրա բաժանվենք, բաժանորդագրվեք իմ ալիքներին, Facebook-յան պրոֆիլին եւ էջին, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով։